Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Թեհրանի վերջին հրթիռակոծություններից հետո Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է իրանցի ռազմական ղեկավարների զոհվելու մասին։ Դոնալդ Թրամփը նաև հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը բացելու Իրանին տրամադրված վերջնաժամկետը լրանում է վաղը։ Իրանի հրթիռակոծությունն ու պատասխան հարվածները շարունակվում են։ Տարբեր ոլորտներում պետք է ուժեղացվի վերահսկողությունը, բարձրացվի պատասխանատվությունն ու արագացվի արդեն մեկնարկած ծրագրերի իրականացումը, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքին առնչվող խնդիրներին, կայացել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ Իշխող խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն Մարտին Գալստյանն է։ Նա ներկայացրել է իր տեսլականը եւ պատասխանել падգամավորների հարցերին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էլ երկու հարց է եղել, որոնցից մեկը վերաբերում էր Հայկ Սարգսյանի հեղինակած գումարով զինծառայությունը կրճատելու մասին նախագծին։ Այն մերժվեց։ Կառավարության հաստատած փոփոխություններով կրկին գործարկվել է սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այն լուծելու է թե նախորդ փուլից դուրս մնացած շահառուների, թե նոր պայմաններով դիմող ընտանիքների բնակարանային հարցերը։ Երևանի Արաբկիրի վարչական շրջանի Շիրվանզադեի, Ազատության եւ Մամիկոնյանց փողոցների մի քանի հասցեներում Veolia ջրընկերությունը իրականացրել է ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքներ։ Արդյունքում մի շարք շենքեր ունեն կանոնավոր ջրամատակարարում առանց պոմպի։ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի պաշտոնյաները շարունակում են միմյանց հերթ չտալով հանդես գալ տարբեր ինչ-որ առումով սպառնալից հայտարարություններով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ այդ օրը տված ծավալուն հարցազրույցով չի բավարարվել եւ հանդես է եկել հերթական հայտարարությամբ։ Նա հիմա էլ ասել է, թե Հայաստան-Ռուսաստան օդային հաղորդակցությունները կարող են դադարեցվել, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը։ Օվերչուկի խոսքով նման սահմանափակումները պայմանավորված կլինեն ԵՄ-ին մերձանալու որոշմամբ, քանի որ ներկայում Ռուսաստանի եւ ԵՄ երկրների միջև նույնպես օդային հաղորդակցություն չկա։ Իսկ Կրեմլի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը կարծում է, որ Մոսկվայում փակ դռների հետևում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան բանակցությունները եղել են անկեղծ եւ անհրաժեշտ։ Նրա խոսքով կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները, հատկապես Հայաստանի առաջիկա ընտրությունների համատեքստում, նաև առևտրատնտեսական գործակցության հիմնական հարցերի շրջանակում, որոնք գտնվում են օրակարգում։ Պեսկովը անդրադարձել է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ հարցերին։ Նրա խոսքով ինչ որ պահի հարկավոր կլինի ընտրություն կատարել, սակայն հայկական ղեկավարությունը կարծում է, որ այս պահին ոչինչ չի խանգարում ԵԱՏՄ-ին, ոչինչ չի սպառնում ԵԱՏՄ-ին, իսկ եթե նման իրավիճակ առաջանա, ապա նրանք այն կքննարկեն, կկշռադատեն բոլոր կողմերն ու դեմերը եւ կկայացնեն որոշում։ Կրեմլի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը ըմբռնում է մոտեցնում Ռուսաստանի մտահոգություններին։ Պեսկովը անդրադարձել է նաև Արցախի հետ կապված հիշատակումներին, նշելով, թե Պուտինը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի մասին հիշատակումներ չլինեն, քանի որ դա ամբողջությամբ որոշումներ այն ղեկավարության, որը իշխանությանն է Երևանում, եւ Ռուսաստանը այստեղ բացարձակապես որևէ կապ չունի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւս անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նշելով, թե հայկական կողմը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին, որոնք բարձրաձայնվել են Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ։ Հայաստանում կայանալիք ընտրությունների, ԵԱՏՄ-ից դուրս գալու, Երևանի ցանկության եւ Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Կտեսնենք, թե ինչպես են այս հարաբերությունները զարգանալու գործնականում, նշել է նա։ Իդեպ պաշտոնական Բաքուն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը եւ հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը, հայտարարելով, որ ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը։ Կրկին ռուսաստանյան կողմին ենք հայտնում մեր ակնկալիքները առ այն, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերի հանրային քննարկման առարկա չեն դառնա ներկա ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները բարդ են, ասված է հայտարարության մեջ։ ՀԱՊԿ պետք է շատ զգույշ, նրբանկատ ու կոռեկտ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում, այս մասին էլ հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, թե կարևոր է համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի ղեկավարության միջև հանդիպումների կազմակերպումը, հատկապես հիմա նախընտրական լարված շրջանում, երբ Հայաստանի ղեկավարությունը անկեղծորեն եւ բացահայտ կխոսի իրավիճակի մասին, այդ թվում ՀԱՊԿ-ի մասով։ Լուկաշենկոն Մասադիկովին նաեւ խորհուրդ է տվել այցելել Հայաստան, բարձելու ղեկավարության դիրքորոշումը ապագայի վերաբերյալ։
Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև փոխադարձ հարվածներն ու կոշտ հայտարարությունները շարունակվում են։ Վերջին ժամերին Թեհրանի հասցված հարվածներից հետո Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է իրանցի ռազմական ղեկավարների զոհվելու մասին։ Իրանական պետական լրատվամիջոցները հաստատել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Մաջիդ Խադամեիի սպանելու մասին տեղեկությունը։ Դոնալդ Թրամփը նաև հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը բացելու Իրանին տրամադրված վերջնաժամկետը լրանում է երեքշաբթի արևելյան ժամանակով ժամը 20-ին։ Նշենք, որ Իսրայելը ամերիկյան դաշինքը շարունակում է նաև Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծումը։ Առնվազն 13 մարդ, այդ թվում 6 երեխա է զոհվել Թեհրանում բնակելի թաղամասին հասցված հարվածի հետևանքով։ Հարձակման ժամանակ պայթյուն է որոտացել նաև Մեհրաբադ օդանավակայանի շրջանում։ Իրանը, Իսրայելն ու Միացյալ Նահանգները փաստացի մտել են բաց ռազմական դիմակայության փուլ, իսկ վերջին ժամերին արձանագրված զարգացումները վկայում են հակամարտության նոր վտանգավոր աստիճանի մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանին հասցված զանգվածային հարվածների հետևանքով զոհվել են Իրանի բարձրաստիճան ռազմական ղեկավարներ։ Իրանական պաշտոնական կառույցները, սակայն առայժմ չեն հաստատել կորուստների ծավալը։ Միաժամանակ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում մի շարք թիրախների։ Իրանական հրթիռները խոցել են Իսրայելի Հայֆա քաղաքը, վնասելով բնակելի շենքեր։ Հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին։ Թեհրանն էլ հայտարարել է Բաղդադում գտնվող ամերիկյան Վիկտորիա ավիաբազայի վրա հարվածի մասին, ինչից հետո ռազմական օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Իրանի ներսում ևս շարունակվում են հարվածները։ Թեհրանի հարավ-արևելքում բնակելի թաղամասի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում երեխաներ։ Վաշինգտոնն էլ շարունակում է ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ։ Դոնալդ Թրամփն Իրանին տվել է 48 ժամ համաձայնագիր կնքելու համար, սպառնալով լայնածավալ ռազմական գործողություններով։ Նա կրկին պահանջել է բացել Հորմուզի նեղուցը, հայտարարելով, որ եթե այն չվերաբացվի, Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, էլեկտրակայաններին եւ կամուրջներին։ Իրանն էլ պատասխանել է կոշտ հայտարարություններով, զգուշացնելով, որ հակամարտության շարունակման դեպքում ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ։ Իրանի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգների սպառնալիքները բնութագրել է որպես պատերազմական հանցագործությունների խոստովանություն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նեղուցն այլևս չի վերադառնա նախկին կարգավիճակին, հատկապես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Վերջին 24 ժամում ըստ իրանական աղբյուրների նեղուցով անցել է 15 նավ Իրանի թույլտվությամբ։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարել է, որ սահմանափակումները չեն տարածվում Իրաքի վրա, ինչը տեսականորեն կարող է թույլ տալ շուկա դուրս բերել օրական մինչև 3 միլիոն բարել իրաքյան նավթ։ Ռազմական բախումների մասին տեղեկությունները շարունակում են աճել նաև օդային ճակատում։ Իրանը պնդում է, որ կործանել է ամերիկյան 2 C-130 ռազմական ինքնաթիռ եւ 2 ուղղաթիռ։ Մինչդեռ ամերիկյան կողմը պաշտոնապես չի հաստատել այդ տվյալները։ Միաժամանակ Միացյալ Նահանգները հայտնել է, որ հաջողվել է փրկել Իրանում խոցված F-15 կործանիչի վիրավոր օդաչուին։ Տարածաշրջանում աճում են նաև միջուկային անվտանգության մտահոգությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին ուղղված նամակում զգուշացրել է Բուշերի ատոմակայանի մոտ իրականացվող հարվածները կարող են հանգեցնել ռադիոակտիվ արտանետումների վտանգի, սպառնալով միլիոնավոր մարդկանց անվտանգությանը։ Դիվանագիտական ճակատում, սակայն, դեռևս պահպանվում է հնարավոր բանակցությունների պատուհանը։ Միացյալ Նահանգները, Իրանն ու տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավոր տարբերակը։ Միաժամանակ իրանական կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայում պահանջներ թելադրելու դիրքերում չէ։ Այս ընթացքում հրապարակվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի առաջին տեսանյութը զինվորականների շրջապատում, ինչը փորձագետների գնահատմամբ ներքին մոբիլիզացիայի ազդակ է։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ Թել Ավիվը պատրաստվում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ խոշոր հարվածների եւ սպասում է Միացյալ Նահանգների քաղաքական կանաչ լույսին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Թեհրանը պատրաստել է Վաշինգտոնի առաջարկի պատասխանները, ուղղված հակամարտության կարգավորմանը եւ ավելի ուշ կհրապարակվի դրանց բովանդակությունը։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Մի քանի օր առաջ միջնորդների միջոցով ներկայացվել են առաջարկներ, ներառյալ Միացյալ Նահանգների 15 կետից բաղկացած ծրագիրը, որը փոխանցվել էր Պակիստանի եւ որոշ այլ բարեկամ երկրների միջոցով։ Այդ ժամանակ մենք հայտարարեցինք, որ նման առաջարկները չափազանցված են, անսովոր եւ անտրամաբանական։ Ելնելով մեր շահերից ու նկատառումներից մենք ձևակերպել ենք պահանջների մեր սեփական փաթեթը։ Ասել է նա, Բաղային նշել է, որ Թեհրանը նախապես գիտեր, թե ինչ է ուզում եւ ինչպիսի կարմիր գծեր գոյություն ունեն։ Նա նաեւ անդրադարձել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, նշելով, որ նրանց համարում է Իրանի բարեկամը։
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կողմից վերահսկվող Լուգանսկի մարզում գտնվող Բիլորիչենսկա ածխահանքին, վնասելով էլեկտրական ենթակայանը եւ 41 հանքափորների թողնելով գետնի տակ արգելափակված։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկան։ Ռուսաստանն իր հերթին գիշերը անօդաչու թռչող սարքով հարվածել է ուկրաինական Օդեսա-Սևսովյան նավահանգստին, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 1 երեխա, վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի եւ վարչական շենքեր։ Նրա խոսքով 10 մարդ վիրավորվել է։ Միջազգային ու տարածաշրջանային նորությունները տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարային։ Այցի շրջանակում կայացել են նաև Ուկրաինա-Սիրիա-Թուրքիա եռակողմ բանակցությունները։ Զելենսկու խոսքով քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության հարցեր, Իրանի շուրջ զարգացումները, նաև էներգետիկ եւ ենթակառուցվածքային գործակցությունը երկրների միջև։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքի պարենային անվտանգությանը, որպես խոշոր հացահատիկ արտադրող։ Ավելի վաղ Զելենսկին Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, համաձայնեցնելով անվտանգության գործակցության նոր քայլեր։ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր եւ ենթակառուցվածքներ։ Զոհերի եւ վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս չի հրապարակվել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Սերբիա-Հունգարիա գազատարի մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր եւ այդ մասին տեղեկացրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Նրա խոսքով պայթուցիկները հայտնաբերվել են Վոլեբիտ գյուղի մոտ Բալկանյան հոսք գազատարից մի քանի 100 մետր հեռավորության վրա, որով Հունգարիան ստանում է ռուսական գազ։ Օրբանն իր հերթին հայտարարել է, որ հրավիրել է Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ իրավիճակը քննարկելու համար։ Դեպքի մանրամասները դեռ քննվում են, իսկ միջադեպը տեղի է ունեցել Հունգարիայում նախատեսվող ընտրություններից ամենը մեկ շաբաթ առաջ։ Կալինինգրադի գիգանտ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է տուժածների մասին, դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարական ծառայությունները, իրականացվում են տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքներ, տուժածների վիճակի եւ հրդեհի պատճառների վերաբերյալ մանրամասները ճշտվում են։ Սանկտ Պետերբուրգի ծննդատներից մեկում կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակ։ Վիճակագրության համաձայն նման դեպքի հավանականությունը կազմում է մոտ 1,15,5 միլիոնի։ Նշվում է, որ Ռուսաստանում նման ծնունդ նախկինում չի գրանցվել։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի հայտարարությամբ Հունգարիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Սերբիան համաձայնել են ուժեղացնել թուրքական հոսք գազատարի պաշտպանությունը։ Նրա խոսքով քայլը պայմանավորված է հնարավոր հարձակումների ռիսկերով։ Սիարտոն նաեւ նշել է, որ Հունգարիան կտեղակայի զինված պահպանություն գազատարի այն հատվածում, որը ձգվում է Սերբիայից մինչև Սլովակիա։ Դաղստանի մի շարք քաղաքներում կրկին ջրհեղեղային իրավիճակ է ստեղծվել հորդառատ անձրևների պատճառով։ Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Մախաչկալայում, Դաղստանյան Օգնիում եւ Դերբենտում, որտեղ գետերը դուրս են եկել հունից։ Հեղեղվել են կամուրջներ, փողոցներ եւ բնակելի տներ։ Թեև գիշերը կոմունալ ծառայությունները փորձել էին նվազեցնել ջրի մակարդակը, նոր տեղացած անձրևները կրկին սրել են իրավիճակը։ Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով տրանսպորտի շինարարության, աղբահանության եւ քաղաքային կառավարման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներին հանդես է եկել կոշտ քննադատությամբ։ Նա նշել է, որ տարբեր ոլորտներում պետք է ուժեղացվի վերահսկողությունը, բարձրացվի պատասխանատվությունն ու արագացվի արդեն մեկնարկած ծրագրերի իրականացումը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բարձրաձայնեց հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները եւ կոշտ քննադատության ենթարկեց պատասխանատուներին։ Նա ընդգծեց, որ ավտոբուսի վարորդները պետք է ակտիվորեն ներգրավվեն ուղևորցի հավաքագրման գործընթացում, նշելով, որ դա անմիջականորեն կապ է նաեւ նրանց արտաժամյա աշխատանքի վճարումների հետ։ Քաղաքապետը նաեւ հանձնարարեց ներկայացնել Երևան ավտոբուսի ֆինանսական հաշվարկները բարձելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտության պատճառները։ Հավաքագրումից պարոն Կիրակոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ եւ ուղիղ եթերով ասել, որովհետեւ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։
Քաղաքում նախատեսվում են նաև թվայնացման հետ կապված քայլեր։ Առաջիկա օրերին ամբողջությամբ կգործարկվի Yes Parking բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա վարորդներին վճարել կայանման համար, ըստ փաստացի օգտագործված ժամանակի, նաև հետևել կայանատեղիների ծանրաբեռնվածությանն ու ստանալ տուգանքների մասին տեղեկություններ։ Եվս մի խնդիր, որի մասով շատ է հնչել, որ տուգանվելու դեպքում փոստային համակարգով ծանուցումների դեպքում շատ ժամանակ մեր քաղաքացիները միայն հարկադիր կատարման ծառայության փուլում էին տեղեկանում տուգանքի առկայության մասին, երբ որ հայտնաբերում էին, որ այս կամ այն հաշվի վրա դրվել է արգելանք, բացի այն, որ վճարման միջոցների դյուրինացումը բերելու է ի սկզբանե տուգանքների չձևավորման, բայց նաև հնարավորություն է լինելու տրանսպորտային միջոցը քո սեփական ավելացնես եւ պարբերաբար կարող ես ստուգել առանց ամեն անգամ ինչ որ հավելյալ տվյալներ մուտքագրելու, որպեսզի տեսնես տուգանք կա թե չկա, եթե կա նաև նույն հավելվածի միջոցով վճարես։ Բացի այդ, քաղաքապետը խոսեց նաև շինհրապարակներում վերահսկողության խստացման մասին, նշելով, թե վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր չեն ապահովի սահմանված նորմերը։ Բոլոր շինհրապարակները, որոնք որ Երևան քաղաքում առկա են, որոնք որ չեն համապատասխանում ավականու որոշմանը, բոլորը պարտադիր պետք է տուգանվեն եւ բոլորի նկատմամբ վարչարությունը պետք է իրականացվի եւ սա այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի էլ ավելի մեծ քանակով եւ ծավալով ուշադրությունը պետք է սևեռենք դրա վրա, որովհետեւ նաեւ դրանից կախված է իրենց հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները ժամկետների երկարաձգման մասով։ Նա նաև կոշտ դիրքորոշում հայտնեց ապօրինի շինախ թափողների նկատմամբ, առաջարկելով նույնիսկ չեղարկել նման կազմակերպությունների շինթույլտվությունները։ Եկեք հələ մի հատ հասկանանք մոտավորապես որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելավոճ ունեն, գտնենք մեթոդը իրանց շինթույլտվությունները չեղարկելու առհասարակ, թող գնանք ծննկանան դրանք։ Որովհետև եթե դենց փնթի են իրենց էությամբ եւ իրենց մոտեցումներով, որ իրենց շինախը որտեղ պատահի կարող են տանել թափել, պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել։ Ու իրավական մեթոդները Տիկին Ստեփանյան, խնդրում եմ ուսումնասիրել, ես վստահ եմ, որ դրանք կան եւ մի քանի հոգու sense որ լավ Այնց վերջնականապես կտրենք տենց այս process-ն էլ եւ երևույթն էլ կվերանա։ Փոսալցման աշխատանքները պետք է շարունակվեն առանց դադարների, իսկ աղբահանության ոլորտում առաջնահերթությունը ոչ թե նոր աղբավայրերի ստեղծումն է, այլ աղբի վերամշակման գործարանի կառուցումը, նշեց քաղաքապետը, ապա անդրադարձավ բնապահպանական խնդիրներին։ Նա նկատեց, որ վերջին տարիներին Երևանի կանաչ տարածքները զգալիորեն ավելացել են, սակայն օդի որակի բարելավումը մնում է օրախնդիր։ Դա ըստ քաղաքապետի հիմնականում պայմանավորված է կլիմայական գործոններով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ Իշխող խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն Մարտին Գալստյանը ներկայացրել է իր տեսլականը եւ պատասխանել падգամավորների հարցերին, որից հետո հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը ազգային ժողովին առաջարկելու հարցին։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Վերջինս հանդես գալով ելույթով ընդգծեց մակրոտնտեսական կայունության կարևորությունը, նշելով, որ այն երկրի զարգացման առանցքային նախապայմաններից է։ Նրա խոսքով վերջին տարիներին իրականացված աշխատանքներն ուղղված են եղել հենց այդ կայունության ապահովմանը։ Գալստյանը ներկայացրեց 2020 թվականից ի վեր Կենտրոնական բանկում կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը եւ ազգային ժողովի հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ Նույն 20 թվականին, երբ որ տնտեսությունը նվազեց 7%-ին մոտ թվով, մենք ունեցանք վարկեր հնայի բավականին մեծ ճեղք, այսինքն վարկերը մնացել էին վերևում, չաշխատող վարկեր կային շատ մեծ համակարգում կովիդով եւ պատերազմով պայմանավորված ու կար հնայի անկում։ Մենք այդտեղ փորձեցինք համակարգի ու կառավարության հետ համատեղ այդ ծրագրերի միջոցով որոշակի մեղմենք այդ process-ները, մինչև կարողանանք բուֆերներ ձևավորենք, որպեսզի դիմակայենք ապագա եկող մարտահրավերներին։ Այսինքն ֆինանսական կայունության տեսանկյունից ես ու իմ թիմը էլի հակված ենք նրան, որ կոնսերվատիվ բուֆերների վրա կառուցված նոր քաղաքականությունը շատ
կարևոր էր։ Տեխնացուն անդրադարձավ նաև ֆինանսական համակարգում իրականացված ռազմավարական քայլերին, ընդգծելով, որ դրանց շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել պարբերաբար առաջացող ճգնաժամերը։ Նա խոսեց արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունների եւ պահուստների միջոցով իրականացված կայունացման գործողությունների մասին։ Մենք ներենք մուծում SREP գործիքակազմ, որը կոչվում է Supervisory Review and Evaluation Process, որը համակարգ է SREP, որը փոխարինում է ժամանակակից աշխարհում նախկինում կհիշեք պարոն Խաչատրյան Camels-ին։ Ոստեղ մենք ունենք մոտեցում, որով մենք նայում ենք բանկի բիզնես մոդելը, մենք նայում ենք բանկի կառավարման որակը, մենք նայում ենք բանկի բոլոր ռիսկերը, այսինքն շուկայական, գործառնական, իրացվելիության, այդ բոլորի համար ստանում ենք գնահատականներ, ու այդ ստացած գնահատականի հիման վրա մենք մինչև խախտման որևէ դեպք նույնիսկ արձանագրելը բանկին կարող ենք ասել հավելյալ կապիտալ պիտի պահես, որպեսզի ապագայում դու կարողանաս համարժեք դիմակայես այն ռիսկերին, որը գալու է։ Գալստյանի խոսքով ցանկացած ինստիտուտի դիմակայունության գլխավոր գրավականը որակյալ թիմն է։ Նա վստահեցրեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը կենտրոնական բանկում ուժեղ մասնագիտական թիմ ձևավորելու համար, որպեսզի այն համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին։ Եթե կա ֆինանսական ինստիտուտ, որը ուզում է վերցնել ավելի փոքր փաթեթով ֆինանսական ծառայություններ մատուցելու պատասխանատվություն, ավելի փոքր կապիտալի պայմաններում, բայց կարա մրցակցի այն խաղացողների հետ, ովքեր այսօր դոմինանտ են, մենք իրանց այդ հնարավորությունը ուզում ենք ընձեռենք։ Այս պայդրությամբ նախնական քննարկում ենք ավելի շատ ներդրումային բանկի եւ թվային բանկի լիցենզիայի հնարավորությունը, բայց բնականաբար այդ հնարավորությունը ֆիքսված չի լինելու։ Հետո եթե օրինակ այդ ինստիտուտը իր զարգացման որոշակի փուլում կորոշի, որ ինքը նաև պիտի վերցնի մանրածախ ավանդներ, ինքը գումարը կավելացնի կապիտալի ու անցում կանի այդտեղ։ Մեր պատկերացմամբ, եթե մենք սա կարողանանք իրագործել առաջիկա տարիների ընթացքում, սա էապես կփոխի երկնապնակը այն իրավիճակը, որը որ մենք ունենք այսօրվա ֆինանսական համակարգում։ Ելույթի ավարտին Մարտին Գալստյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին աջակցության համար։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսական համակարգի կարգավորմանը, նորարարություններին, նաև գնաճի եւ իրացվելիության խնդիրներին։ Հանձնաժողովը կողմ քվեարկեց Մարտին Գալստյանի թեկնածությունը ազգային ժողովում ներկայացնելու հարցին։ Առաջարկվեց այն ներառել ազգային ժողովի մայիսի 5-ի նախատեսված նիստերի օրակարգ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էլ երկու հարց է քննարկվել, որոնցից առաջինը ոստիկանության ծառայության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ստացված դրական եզրակացությունն է, իսկ Հայ Սարգսյանի հեղինակածը գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը մերժվել է։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում երկու հարցեր։ Հանձնաժողովի անդամների կողմից օրակարգը հաստատվեց առանց դեմ եւ ձեռնպահ ձայների։ Առաջին հարցի զեկուցումը վերապահված էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեց ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագծի համաձայն առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ, որը պետք է իրականացվի ամեն տարի ներքին գործերի նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ եւ չափելի ցուցիչների հիման վրա։ Ըստ Արփինե Սարգսյանի դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին, միևնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների շարունակական եւ պարբերական լավարկումը, հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վերհանված թիրախային կարիքների վրա։ Կատարողականի գնահատման այս համակարգը իրականում մեծ փոփոխություն է բերելու ոստիկանության համակարգում, որովհետև ընթացս մենք տարբեր սուբյեկտիվ գնահատումներ ենք անում, որը կարող է լինել թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, որպես այդպեսին հաշվի առնելով հիմքերը, բայց ուզում ենք ձևավորել այնպիսի համակարգ, որն անկախ անձերից կկարողանա օրինաչափ եւ կայուն գնահատականներ տալ ոստիկանության աշխատանքին, եւ մենք կկարողանանք ըստ այդմ գնահատել թե ծառայության աշխատանքը, թե կոնկրետ անձանց աշխատանքը եւ որոշարկել նաեւ այն բարեփոխումների նոր ուղղությունները, որոնք կարող ենք ունենալ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրական գնահատեց այս օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ օրինագիծը կադրային քաղաքականությանը նոր որակ ու բովանդակություն է հաղորդելու։ Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը
Բաղդասարյանն իր խոսքում եւս կարեւորեց օրենսդրական նախաձեռնությունը եւ հորդորեց կողմ քվեարկել։ Քննարկումներից եւ հարցի ներկայացումից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին։ Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը, որը վերաբերում էր զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։ Հայկ Սարգսյանի պնդմամբ այդ նախագծերը, որոնք իր նախաձեռնությամբ բերվել են խորհրդարան քննարկման, կարող են խթան հանդիսանալ ժամկետային զինծառայողների թվի ավելացման, քանի որ ներկայումս ըստ Սարգսյանի հակառակ պատկերն է։ Ազգային ժողովի падգամավորի բերած փաստարկներին հակադարձեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, առանձնացնելով մի շարք դիտարկումներ։ Կատարված փոփոխությունների իրավակարգավորումների արդյունքում 2022-ից 2024 ընկած 2026 թվականներն ընկած ժամանակահատվածում մեր զորակոչվածների թիվը 22-ի զորակոչի համեմատ աճել է շուրջ 1/4-ով, 25%-ով։ Ծավալված քննարկումների արդյունքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը բերած նախագիծը հանձնաժողովի նիստի օրակարգում ստացավ բացասական եզրակացություն եւ դուրս մնաց հետագա քննարկումներից։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է ներքաղաքական ու տարածաշրջանային մի շարք հարցերի։ Խոսել մասնավորապես բանակի պաշտպանունակության բարձրացման եւ այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձ կատարեց արտաքին ու ներքաղաքական մի շարք հարցերի։ Падգամավորը մասնավորապես հակադարձեց Սերժ Սարգսյանին, որ ներկա իշխանությանը մեղադրել էր պատերազմ բերելու համար։ Քոչարյանի կարծիքով Սարգսյանը խոսելու եւ առավել եւս իշխանությանը մեղադրելու իրավունք չունի, քանի որ ժամանակին իր գործողությունները եւ նույնիսկ անգործությունն են հանգեցրել այսօրվա իրավիճակին։ Դեռ շատ անհիշելի ժամանակվանից եւ վերույս իրեն ճանաչել եմ։ Միշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ։ Մինչեւ պաշտպանության նախարար լինելը։ Խոսելով 44-օրյա պատերազմում զոհերի թվաքանակի եւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույց հրապարակելու ծնողների պահանջի մասին Քոչարյանը նախ ընդգծեց, որ ընդդիմության կողմից շահարկվող զոհերի թիվը չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմից պատերազմին զոհ է դարձել 3970 հայորդի։ Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակմանը, վերջինս ասաց. Ծնողները այնպես ոնց որ իրենք են ուզում, իրենք չունեն, լիազորված չեն այդպիսի իրավասությամբ, որովհետեւ այդ գաղտնի հուժ գաղտնի փաստաթղթերին ծանոթանան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորից լրագրողները հետաքրքրվեցին նաև ԱՄՆ Իրան պատերազմով պայմանավորված թրիփ նախագծի իրագործման իրատեսական լինելու եւ դրա ընձեռելիք հնարավորությունների մասին։ Թրիփի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն, մեր սահմանի վրա կրակոցներ չկան։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխվի դրա համար էլ մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև, ունենա լուծումներ։ Կառավարության հաստատած փոփոխություններով կրկին գործարկվել է սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նկատմամբ առաջին իսկ օրերից բարձր հետաքրքրություն է նկատվել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի խոսքով վերագործարկված ծրագիրը միաժամանակ լուծում է թե նախորդ փուլից դուրս մնացած շահառուների, թե նոր պայմաններով դիմող ընտանիքների բնակարանային հարցերը։ Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային աջակցության ծրագիրը վերագործարկվել է եւ արդեն իսկ արձանագրվել է դիմումների մեծ հոսք։ Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Հարությունյանը, անդրադառնալով սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբացմանը։ Նրա ներկայացմամբ ծրագրի վերագործարկումը կատարվել է 3 հիմնական ուղղությամբ։ Առաջին հերթին այն վերաբերում է այն ընտանիքներին, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում արդեն ունեցել են շինարարության թույլտվություն, սակայն սահմանված քվոտաների լրանալու պատճառով չեն հասցրել դիմել եւ ստանալ վարկ։ Նույն խմբում ընդգրկվել են նաեւ այն ընտանիքները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս, անկախ նրանից այդ պահին արդեն ունեցել են շինթույլտվություն թե ոչ։
Երկրորդ ոչ պակաս կարևոր ուղղությունը վերաբերվում է այն բնակավայրերին, որտեղ այս պահի դրությամբ գրանցված ցուցանիշները եւ բնակչության թվի եւ փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից, այսինքն համեմատաբար պասիվ է եղել այս բնակավայրերում դիմելիությունը եւ այստեղ ունենք 49 սահմանամերձ բնակավայր, նշեմ, որ այստեղ բացառապես սահմանամերձ գյուղական բնակավայրերն են, բայց այստեղ ունենք նոր պայման, քանի որ այս ուսումնասիրությունների ընթացքում մենք ստացանք դժգոհություններ, որ հարևան բնակավայրերից քաղաքային եւ գյուղական եկել եւ տվյալ գյուղական բնակավայրերում տներ են կառուցել, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից, այստեղ կայացվեց որոշում, որ այս նոր քվոտաները կվերաբերվեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարին ունեցել է տվյալ բնակավայրի հաշվառում, որպեսզի վերականգնենք այդ, այսպես ասած, անարդարությունը ըստ մեր հայրենակիցների։ Երրորդ ուղղությունը վերաբերում է ոչ սահմանամերձ այն բնակավայրերին, որտեղ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում դպրոցներն արդեն կառուցվել են կամ դեռ կառուցման փուլում են, բայց աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%-ը։ Այս դեպքում ընդհանուր պայմաններից բացի ընտանիքները պետք է ունենան առնվազն 1 մինչև 10 տարեկան երեխա։ Երևանում բնակարանի սեփականատեր չլինեն եւ վերջին 1 տարվա ընթացքում Երևանում հաշվառում չունենան։ Հարությունյանի խոսքով ծրագրի վերաբացումից հետո արդեն հաստատվել է 150-ից ավելի շահառուի հայտ։ Մոտ այդքան հայտ էլ գտնվում է ուսումնասիրման փուլում։ Միաժամանակ նոր ուղղություններով եւս կան ավելի քան 160 դիմողներ, որոնք դեռ փաստաթղթերի ամբողջացման փուլում են։ Ի սկզբանե ծրագիրը գործել է կառավարության 1444-ն որոշմամբ հաստատված 80 սահմանամերձ գյուղական բնակավայրերում եւ ծրագիրը երբ որ արդեն մենք ամփոփեցինք եւ քվոտաները լրացել էին, մենք արդեն 2319 շահառուի շնորհել էինք շահառուի կարգավիճակ, որոնցից 2276-ը արդեն վարկավորվել էին, այսինքն ստացել էին առնվազն 1 փուլ վարկի, ինչը նշանակում է, որ մեկնարկել էին շինարարական աշխատանքները, իսկ նրանցից 291 արդեն ներկայացրել էին ավարտական ակտ, ինչը նշանակում է, որ տները հանձնվել են շահագործման, ընդ որում ավարտական ակտ ներկայացրածների թիվը վստահ շատ ավելի մեծ է, բայց քանի որ մենք ունենք ժամկետ, դա 3 տարին է, նրանք չեն հապաղում եւ գուցե տունը արդեն պատրաստ է նույնիսկ բնակեցված, բայց մեզ դեռ չեն ներկայացրել փաստաթուղթը, հետեւաբար մեր ավարտական ակտ ներկայացրածների վիճակագրության մեջ չեն ներառվել, բայց թիվը վստահ շատ ավելի մեծ է։ Բանախոսի ներկայացմամբ, եթե ծրագրի սկզբում սահմանված էր 2400 քվոտա, ապա այժմ նախատեսվում է շուրջ 1420 նոր քվոտա։ Միաժամանակ, եթե պարզվի, որ առաջին խմբում շահառուների թիվը նախնական հաշվարկից ավելին է, այդ դեպքում եւս սահմանափակում չի կիրառվի։ Ծրագրի շրջանակում աջակցության հիմնական չափը կազմում է 16 միլիոն դրամ, որը տրամադրվում է փուլային եղանակով, բացառապես շինարարական աշխատանքների համար։ Տավուշի մարզի, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց եւ Ոսկեպար գյուղերում աջակցության չափը կկազմի 21 միլիոն դրամ, եթե շահառուներից առնվազն մեկը վերջին 1 տարվա ընթացքում հաշվառում ունեցած լինի տվյալ բնակավայրում։ Հարությունյանը նշել է, որ ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն քաղաքացիներին հորդորել է չհապաղել, քանի որ քվոտաները կարող են արագ սպառվել։ Նրա խոսքով մինչև որևէ ֆինանսական քայլ ձեռնարկելը, հատկապես հող ձեռք բերելը կամ փաստաթղթային գործընթաց սկսելը, շահառուները նախ պետք է գործընկեր ֆինանսական կազմակերպություններից ճշտեն։ Տվյալ բնակավայրում դեռ առկա են ազատ քվոտաներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի Արաբկերի վարչական շրջանի Շիրվանզադեի, Ազատության և Մամիկոնյանց փողոցների մի քանի հասցեներում Վեոլիա ջուրընկերությունը իրականացրել է ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքներ։ Արդյունքում մի շարք շենքեր ունեն կանոնավոր ջրամատակարարում առանց պոմպի։ Ծրագիրը ընդգրկվել է այն հասցեները, որտեղից տարիներ շարունակ ստացվել են բողոքներ ջրի ճնշման հետ կապված։ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի 2, 4, 4 կոտորակ 1, 4 կոտորակ 2, 6, Մամիկոնյանց 1 կոտորակ 1, 3, Ազատության 17, 19, 19 կոտորակ 1 շենքերի նույնիսկ վերջին 7-րդ հարկերն արդեն ստանում են կանոնավոր ջրամատակարարում առանց պոմպի։ Այս հասցեներում տարիներ շարունակ եղել է ջրի ցածր ճնշում եւ հատկապես ամռանը ամենաշատ բողոքները ստացվել են հենց այս շենքերից։ Փոխարինվել է շենքերի ընդհանուր ջրամատակարարման արտաքին ցանցը, նախկինում ջրամատակարարումը կատարվում էր 1 ճղով, 1 ուղղությամբ, մտնում էր հին ջերմատուն, որտեղից նախկինում նաև պոմպակայան է եղել, հետագայում ապա մոնտաժվել է
ու սեփական տարածքներով անցնելով սնուցում էր նշված շենքերը։ Իրականացված աշխատանքների արդյունքում ջրագծերը դուրս են բերվել մասնավոր տարածքներից, կառուցվել է մոտ 700 մետր նոր խողովակաշար, ինչի շնորհիվ համակարգը դարձել է առավել հասանելի շահագործման, վերահսկման եւ սպասարկման տեսանկյունից։ Նախկինում նշված շենքերին տրամադրում էր մոտավորապես 13 լիտր վարկյան ջրաքանակ, ծախսը այդքան էր, իսկ ներկայումս արդեն ծախսը իջել է 4 լիտր վարկյան, 3.5-ից 4 լիտր վարկյան, մոտավորապես 7-ից 8 լիտր վարկյան խնայվել է մեր աշխատանքի արդյունքում։ Ջրագծերի փոխարինումից հետո Վիոլիա ջուր ընկերությունը մուտքագծերում ապահովել է 3 ու 8 մթնոլորտ ճնշում, որը նախատեսված է 8 հարկանի շենքերի համար։ Ի դեպ նկարահանման պահին Շիրվանզադեի 4 շենքի 7-րդ հարկի բնակիչը բողոքեց թույլ ճնշումից։ Արաբկիր շահագործման տեղամասի պետը խոստացավ բնակչին, որ նրա համար ցանկալի ժամի մասնագետը կմոտենա եւ կչափի ջրի ճնշումը։ Եվ ահա երեկոյան ժամը 19-ից հետո բնակարանում կատարված չափումները ցույց են տվել 1 ու 6 մթնոլորտ, մինչդեռ 7-րդ հարկում 1 մթնոլորտը լրիվ բավարար է առանց պոմպ ջրամատակարարում ունենալու համար։ Նախկինում բոլոր բնակիչները վերևի հարկի եւ բողոքում էին եւ օգտագործում էին անհատական պոմպեր, որպեսզի ջրամատակարարում ունենան տան ներսում, բնակարանների ներսում։ Ներկայումս բոլորի անհատական պոմպերը անջատված են, մեր նորմային համապատասխան մեկ հարկել ավել կատարում ենք ջրամատակարարում։ Աշխատանքների ընթացքում բացահայտվել են նաև համակարգում ամրացած ջրագողության դեպքեր, մասնավորապես ավտոտնակներում, որոնք բոլորն էլ ապամոնտաժվել են։ Բոլոր ավտոտնակները իրենք չունեն նաև վկայականներ, որովհետև մարդ չի մոտեցել։ Քանման արդյունքում ունեցել ենք անհայտ ջրագծեր, որոնք քանի որ սեփական տարածքներով ավտոտնակների տակով են անցնում, մենք չգիտենք ում էր սնուցում, որպեսզի կազմվեր համապատասխան արձանագրություն, ապա մոնտաժել ենք այդ գծերը, ու մինչ այս պահը ոչ մի բողոք, ոչ մի դիմում չենք ունեցել, տևաբար եղել են ապօրինի ջրօգտագործումներ, բայց չգիտենք ումն է որ արձանագրություն կազմել։ Մի քանի շաբաթ է արդեն բնակիչները վայելում են կատարված աշխատանքների արդյունքները։ Նրանց խոսքով ջրամատակարարման որակը շոշափելիորեն փոխվել է։ Ջուրը վերև չէր բարձրանում։ Դա էր։ Հիմա նորմալ է։ Հիմա չէ, հիմա լավ է, շատ լավ է։ Կալոնք ջուրը բարձրանում է, կալոնքեքը աշխատում են։ Գոհեին բնակիչները ընկերության կատարած աշխատանքից այժմ էլ հետևում են, թե ինչպես է Վիոլիա ջրի կապալառու կազմակերպությունը ասֆալտապատում իրենց բակերը, իսկ արաբկիր շահագործման տեղամասը գնաց հաջորդ խնդրահարույց հասցեի հետևից։ Տեղամասը մի տեղ կոյուղագիծ է վերակառուցում, մեկ այլ տեղում ջրագծի վթար վերացնում, իսկ դա նշանակում է, որ որևէ խնդիր կամ հասցե ընկերության կողմից անարձագանք չի մնում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում մարտի 30-ից ապրիլի 6-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոն դիտեք տեսաշարով, իսկ մենք կհանդիպենք ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20426 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 371 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 400 ոչ ցապ վարորդ, 549 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 131 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել 791 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 224, թմրանյութի հայտնաբերման 67, ֆիզիկական ներգործության 65, մարմնական վնասվածք պատճառելու 63, քարտախության 61, հոգեկան ներգործության 38, անձնական ունեցվածքի գողության 28, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 23 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 46 հետախուզվող, 5 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։ 7 օրում գրանցված 79 ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վնասվածք ստացել 111-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 469 դեպք,
172-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 103, Հրդեհի ծագման սպառնալիքի 26, ճանապարհատրանսպորտային պատահարի 42, կենցաղային կանչի 127 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 75 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 110 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ֆիզիկական ներգործություն եւ կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են։ Մարտի 17-ի գիշերը ժամը 2-ին օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտի փողոցի իրենց շենքի բակում 5 անձ անհարկի վիճել է իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության եւ կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը։ Աբովյան քաղաքի բնակիչ 18-ից 20 տարեկան երիտասարդներ են։ 5-ն էլ ձերբակալվել են Խոստովանել արարքը եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Շենգավիթի ոստիկանները ձերբակալել են վարչական արգելքի որոշումը խախտած, անհամարժեք վարկ դրսևորած եւ սեռական բնույթի հայոյանքներ հնչեցրած տղամարդուն։ Մարտի 17-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում։ Տղամարդուն արգելված էր այցելել ընկերուհուն։ Մարտի 21-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարկ եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ ոստիկանության բնականon աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին ժամը 10:50-ին 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին անտեսելով վարչական արգելքը տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է։ Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին ժամը 23:35-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ $100։ 63-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմաց երիտասարդի կյանքը։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ։ Կասկածելի վարքագիծ, փախուստի փորձ եւ փրկված կյանք։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտեցին Ապօյնի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել են մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել է տարօրինակ վարքագիծ։ Այնուհետև ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի։ Վազելիս երիտասարդը նետել է սառնզենքի նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել։ Բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը, նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից եւ գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։ Քաղաքացու ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով արագ կողմնորոշվել ենք եւ հայտնաբերել ենք փաթեթները։ Կպչուն ժապավենով 3 փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։